Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր շուրջ 2 ժամ գտնվել եմ Երևանի տարբեր փողոցներում խցանումների մեջ եւ անկեղծ ասած մարդկայնորեն իմ զայրույթը չեմ կարող չարտահայտել։ Այսպիսի խայտառակ տրանսպորտային համակարգ ուղղակի չեմ պատկերացնում եւ գործող իշխանությունը, որ տարիներ շարունակ չի կարողանում լուծել Երևան քաղաքի տրանսպորտային խայտառակ համակարգի վիճակը բարելավել, ձևավորել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք կբեռնաթափեն Երևան քաղաքի տրանսպորտային այս խայտառակ խցանումները, այսօր խոսում է ինչ-ինչ հաջողությունների, ինչ-ինչ նվաճումների մասին։ Սա կոլապս է, տրանսպորտային կոլապս է, որը փչացնում է մարդու ամբողջ տրամադրությունը, չի մոտիվացնում աշխատանքի։ Եվ ինձ համար իսկապես զարմանալի է, որ ինչքան կարելի է հանդուրժել այս իրավիճակը։ Եվ ես հեռու եմ այն մտքից, որ այս ամենը իշխանությունները փորձում են արդարացնել տրանսպորտային միջոցների քանակի ավելացմամբ։ Սիրելի բարեկամներ, փորձեք ուսումնասիրել խորքային առումով, դիտարկել եւ դուք ինքներդ կհասկանաք այս ամենի խորքային պատճառները։ Անկանոն շինարարություն է, որևէ քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող այս կառուցապատումները։ Երևանում բնակարանային ֆոնդի ավելացման արդյունքում մարզերի ու գյուղերի դատարկումը իր լրջագույն ազդեցությունն է թողել Երևան քաղաքում տրանսպորտային խայտառակ համակարգի ձևավորմանը։ Ես չեմ տեսնում այսօրվա իշխանությունների կողմից որևէ լրջագույն քայլեր կամ նախադրյալներ կամ այնպիսի ծրագրեր, որոնք կբեռնաթափեն Երևան քաղաքը կամ կկարգավորեն տրանսպորտի այս խայտառակ համակարգը։ Բայց սրա հետ միասին իրենք իրենց ուրախ ավտոբուսում զվարճանում են, ծափահարում են, չգիտեմ ինչ պատմություններ են միմյանց պատմում ու դրա արդյունքում փորձում են տպավորություն ստեղծել, որ մեր կյանքը ուրախ, ապրուստը ջրի վիճակը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում։ Մի իշխանություն, որը չի կարողանում տարրական խնդիր լուծել, խցանումների հարցը լուծել, այսօր հավակնում է եւս 5 տարի կառավարել Հայաստանի Հանրապետությունը։ Սա իրենց իրական դեմքն է, Երևանի խցանումները իրենց իրական դեպքն է։ Ուստի, սիրելի բարեկամներ, հետևությունները արեք դուք, յուրաքանչյուրդ։